Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի լույս։ Ստեփան Փարթամյան, մի քիչ տարօրինակ, մի քիչ էքսցենտրիկ, իր խոսքով ասած սկանդալային այս կերպարը երբեմն հետաքրքրություն, երբեմն բարկություն է առաջացնում Լոս Անջելեսահայ համայնքում, երբ ամեն օր իր բարի լույսով կապույտ էկրանից այն կողմ ողջունում է իր հեռուստադիտողին։ Դու Լոս Անջելեսին բավականին ճանաչված մարդ ես, շուրջ երևի 30 տարի, հա, ամեն առավոտ միացնում են հեռուստացույցը եւ լսում են Ստեփան Փարթամյանի բարի։ Թուրսերից է լսում են։ Ձրակիրը երեկոյան է։ Բայց հիմնականում առավոտա գտնվում է։ Դե բարի լույսը դա առավոտվա խոսք է, դրա համար։ Բարի լույսը օրվա 24 ժամվա խոսք է, քանի որ մեջը առավոտյան ոչ մի մաղթանք չի գա, ոչ մի նշում չի գա, այլ բարի լինելու եւ լուսավոր լինելու խոսքն է, բարի լույս, որ մեզի ընծայված է այդ մեկը նախքան 1700 տարվա քրիստոնյա հավատքի առաջ։ Գիտեք, իրականություն անգամ որ քաղաքարը գուկա եւ գոտնագողե ուրիշ քաղաքարի գսրփե ամեն ինչը եւ իրենին է կներկայացնի։ Այսինքն այսօր ինձի շատ բադազ է որ մարդիկ ասած են, այո, բարի լույս որ ասում ես Հիսուս Քրիստոսի լույսն է, ասում եմ, չէ, սովորական քիշերվա ժամը 12-ին եւ որ լույսը գվարե սենյագիտ, լույս է դալիս որ թուն բարիանաս եւ լուսավորվես, կարողանաս տեսնես եւ որոշես ինչ պիտի դարես։ 24 ժամ գրնաս կորզազել։ Շնորհակալություն, որովհետեւ ես կարծում եմ շատ մարդիկ այդ մեկնաբանությանը այդպես ծանոթ չէին, ես նույնպես խոստովանում եմ։ Ինչու։ Առաջին հարցդ որ դվիր, խոսիլ գիտենք, լսել չենք գիտես։ Այո։ Կե որ ասում ես բարի լույս, վարյանական մեծ հայրդ, մեծ մայրդ, հայրդ, քույրդ, հորեղբայրդ ամենն առավոտյան կորզած են եւ հայերը կարծում են որ առավոտյան մաղթանք է դիգա։ Քանի որ չեն լսած։ Լավ, դու բավականին հանրային մարդ ես։ Քեզ ճանաչում են բոլորը։ Այ ինքդ քեզ չի խանգարում հանրային լինելը։ Բոլոր տեղերում քեզ ճանաչում են։ Հա, չի խանգարում, քանի որ ես մեծամտություն չունեմ իմ մեջս։ Այսինքն գարդահայտվիմ իմ մասին շրջանակներում մեջ, քանի որ ոյ մեկը չուզեր քեզի ասել որ թուն լավն ես, ստիվաստուն բիցես։ Բայց եւ որ ես օրինակամար նվարադուն գմտնամ եւ սովորական մարդուն յետևը շարքի մեջ կգենամ, ոչ թե ես Ստեփան Փարթամյանն եմ, պետք է ինձ լավ նայեք, ես Գլենդելի լավ դղան եմ, եւ ոչ ունես եւ որ 5 հոգի գա զերունի եւ դասած, ես յետևը երթամ շարքին գնամ իմ շարքս սպասեմ, չի խանգարիր։ Կդառնաս սովորական մարդ։ Իսկ հերադեսիլի արջև գսիրես, գադես, մարդիկ հերավոր երկիրներ են նույնիսկ զանգում են եւ կամ նամակներ են ուղարկում եւ ասում են որ լավ ես քեշ ես։ Եվ քանի որ խոսքը միան խոսք է եւ ինձ չի խանգարեր ուրիշին խոսքը մինչեւ որ կորզնական դառնա չեմ նեղվիր։ Քեզ շատ տարբեր տեղերից են զանգում, քո հաղորդումը այնպիսի բնույթ ունի, քեզ ճանաչում են որպես համարձակ, ինչ որտեղ երևի մի քիչ ցինիկ, հա? Այո։ Ինչ որտեղ երևի մի քիչ էքսցենտրիկ մարդ։ Դարօրինակ, այո։ Հա, իրական քեզ հեռուստադիտողը հիմնականում այդպես է ճանաչում, բայց ես ուզում եմ այսօրվա մեր ծրագրի միջոցով հասկանալ ով է իրականում Ստեփան Փարթամյանը։ Նախքան դե որտեղից են նրա արմատները։ Գասնեմ, բայց ուրիշ բան եմ։ Ընդհանրապես մարդիկ ասում են մաքուր հայերենով, այսօրվա արևելահայերենը շատ մաքուր է։ Այո։ Սինիկություն էլ ասի, մաքուր հայերենով, ասում են ինքը սկանդալային մարդ է։ Բայց ես ասում եմ որ ճշմարտությունը ասես եւ դուք խավարի մեջ եք եւ չեք գիտեր ինքնաբերաբար սկանդալային գտարնաճակ եւ դված։ Ես ծնած եմ Բեյրութ Լիբանան։ Ծննդավայրը կարևոր չէ ինձ համար։ Թեկուզ եթե ես Երևան ծնած եմ, ծննդավայրը ինձ համար կարևոր չէ այսօր, քանի որ ես եւ որ գենցաղային գրթությամբ անդրադարձած եմ որ երկրակունքը մեկ է։ Ես Երևան Դուք ավելի կոսմոպոլիտ եք։ Կոսմոպոլիտ չեմ, ես հայ եմ, որ երկրակունքը իբր ընդհանուր տեսնում եմ հայկական։ Այսինքն մարդ եք հետո հայ եք, թե հայ եք հետո մարդ եք։ Մարդ եմ հետո հայ եմ։ Բայց իմ հայ լինելը աշխարհի վրա ինձ նման հայ չի գա, քանի որ ես առաջ մարդ եմ, բայց ան որ ինձ հայ է համարում, արդեն աբուշություն է, քանի որ վերջը եթե ես ծնած եմ մի ուրիշ միջավայրի մեջ կամ մեծած եմ ուրիշ ծնողների հետ, նրանց պատկանելությունը ինձ պիտի փոխանցվեր, չէ՞։
Ուրեմն ես առաջ մարդ արարած ծնած եմ եւ շուն չեմ ծնած, գադու չեմ ծնած, փիղ չեմ ծնած։ Ուրեմն մարդ ծնած եմ, հայկական միջավայրի մեջ ծնած եմ, ծնողներս իրենք հայ են համարում, ուրեմն ինքնաբերաբար ես հայ գոչած եմ, բայց ես միշտ սիրում եմ ամեն ինչի քակնագետը, գադարյալը, ես հասարակին այդ կորց չունիմ։ Ադոր համար ես երկրակունթի լավակույն հայն եմ եւ գտնամ փաստել, որ ինձ նման ուրիշ լավ հայ չի գա։ Քանի որ ես հայությունը չեմ նայել իբր սկացում, այլ հայության գնայեմ իբր դրամապանություն։ Ստեփան, ասում են բոլոր մարդկանց սովորեցնում են խոսել, բայց երբեք ոչ մեկին լսել չեն սովորեցնում։ Դուք համ խոսել գիտեք, համ էլ լավ լսող եք, դա իծն է, թե ձեռքբերովի։ Ես կարծեմ, որ այդ մեկը նայ անցյալում եսա չլսող եղած եմ։ Ուրեմն իծնե չի գնարելա, քանի որ գտնաս իծնե մի անթե խոսիլ, հայ ժողովուրդը այդպեսին է։ Մի անթե խոսին եւ ծրակիրներուց մեջ ես միշտ կսեմ հայերը գլսեն, բայց չեն գնար կորձատրել լսածը։ Ես կարծեմ, որ նախքան ամերիկակալս ես այդպեսին էի։ Մի անթե խոսող էի, բայց ամերիկա որ եկա եւ այստեղի ապրելակերպը մարդու գնձայի այդ նպաստը, որ ինքը կարողանա լսե եւ ընփռնե, քանի լսել կարող ես, բայց ընփռնելը շատ ավելի կարեւոր է։ Ուրեմն իծնե չէ։ Նա այն բացառիկ կերպարներից է, որ կարողանում է ընկալել իր հասցեին ասված եւ ջերմ խոսքերը, եւ հայոյանքը, եւ գովաբանությունը։ Հակադրվելու իր տեսակով նա փորձում է մարդկանց տանել իր ճշմարտության արմատները։ Քեզ շատ զանգեր են լինում, ես վերջին ժամանակներս հետևում եմ քո հաղորդումներին, ինձ համար դուք շատ հետաքրքիր եք, շատ հետաքրքիր։ Շնորհակալություն։ Եվ այդ զանգերին մարդիկ ոմանք հավանում են, ոմանք վիրավորում են, ոմանք հայոյում են, եւ դուք կես լուրջ, կես կատակ ասում եք ողջ իրականությունը, ողջ ճշմարտությունը, այ որն է ձեր կարգախոսը, եւ այդ ամենի մեջ շատ մեծ հումոր կա, ես հասկանում եմ։ Որն է ձեր կարգախոսը, հումորը կփրկի աշխարհը։ Ոչ թե կփրկի աշխարհը, այլ Աբուշին, որ ես անվանագոչում եմ մեծամասնության եւ Աբուշ փարը վատ փար չէ, անուշաթիրս է, նրա ուղեղի ճիղերը կփանա։ Եվ որ մարդուն կխնդացնես, կուրախացնես, ինքը արդեն քեզի կգնա ընդունիլ։ Եվ որ չղայնացնես, ինքը արդեն բարիշ կստեղծի քո առաջ եւ կսկսի բայկարելու։ Ես երկուն օգտագործում եմ, բայց եւ որ իրեն ուրախություն ին վրաս թող խնդան։ Եվ որ իրենք ին վրաս խնդան, իրենց ամբողջ պաշտպանությունը թողած են եւ ես շատ հանգիստ իրենց մեջը կմտնամ, իրենց ուղեղի հետ կխաղամ։ Այդ է փրկությունը։ Եվ ժողովրդին հետ շատ եմ գադարած եւ ժողովուրդը ինքը գտնա փաստել, որ այդպեսին է, որ ժամանակին իրենք որ ինձ մտիկ չէին աներ, այսինքն ես կխոսեի մտիկ չէին են եւ զայրացած մինչեւ ինձ սպաննելու շատ առաջարկներ եղած են մարդկանց կողմեն, քեզի պիտի սպաննենք, ասենք մենակ, բայց հենց որ արդեն իրենց ուրախացուցած են եւ իրենք արդեն թույլցած են իրենց պաշտպանությունը դուրս են ցկած, արդեն կարողացած են իրենց համոզել, որ ես շիդակ եմ եւ իրենք սխալ են։ Եվ հիմա իրենք ինձ պաշտպան կգնան։ Եվ հաղթող եք դուրս գալիս, ես նկատել եմ։ Բարեփոխտաբար, այո։ Եթե սա մեջ որ գաղտնիք Բարս լինելը։ Ահա։ Եթե սխալած եմ, միշտ ասած եմ, որ սխալ եմ ես։ Հիմա մեծամտություն թողել։ 30 տարվա մեջ երբեք չեմ սխալած։ Մի անցի ամուսնությունը սխալ էր։ Քանի ամեն մարդ կյանքի մեջ մեկ անգամ էշլալու իրավունք ունի եւ որ գամուսնանա։ Ուրեմն այդ մեկը այդ ժամանակ դեռ աչափ զարգացած չէի եւ զարգացումը ոչ թե համահասարանի գրթությունն է, այլ կյանքի կենցաղային զարգացումն է։ Ճանապարհ, անցած ճանապարհ, դու բավականին արտիստիկ խառնվածք ունես, շատ համարձակ ես եւ ծրագրերում մտ քո ամեն անգամ տարբեր կերպարներով ես հանդես գալիս։ Այ որտեղից այդ կերպարների բազմազանությունը դա որտեղից է ծնվում։ Կենցաղը։ Օրինակի համար ես Ամերիկա մտա 81 թվականին, 19 տարեկան էի եւ 83 թվականին համալսարանի մեջ պրոֆեսորը նկարած է ինձի, նույն ինչ որ ես հիմա խոսում եմ, այդ ժամանակ խոսած էի։ Գուցե այսօր մի հարց մարտել։ Մենք այսօր նկարներ տեսանք, որ 60 տարի առաջ շինված էին այդ շենքերը, ոմանք գրաված հողերու մեջ, ոմանք ոչ։ Մենք այսօր նույնը գնենք, որ դեսե Ամերիկա, դեսե Լիբանան, դեսե Սուրիա։ Լիբանին հարց անենք։ Լիբանի մեջ ամեն անգամ որ հայ մը գաբերես են, թե եկեղեցի մը գա։ Այսօր հայերս որ Լիբանին կախտած են Ամերիկա, որ այդ եկեղեցին մի քաներ էլ քանթվեցան,
ռումբերու պատճառով մի քանիերը ոչ ոք չէր տագորատի, առաջ 50 հոգի երթար, այսօր միայն մեկ հոգի երթագոր։ 60 տարի հետո ադիգեցի ինչ որ մենք նկարը տեսանք, թերևս ես բարոնին դեղը ինձ մի եկող զավակներուն կամ անոնց վիճեցնեմ ադիգա։ Ասի այն շեզա կնապուծեմ։ Absolut։ Ես ճշմարտության յետևեն եմ եւ ճշմարտության յետևեն եղողը չի կարող ծախվի աչին կամ ծախին կամ ինը բաստ մորակրոջը հորակրոջը եղբորը եթե եղբայրը սխալ բան մնա ես հրադեսինի մեջ ընկելնեմ եւ գսեմ որ սխալ բան կատարած է շատերը գսեմ որ ադիգա քու թադողությամբ սխալ է ես ասեմ չէ կենցաղային ցանկի մեջ նայելով սխալ է եւ շատ անգամներ մարդիկ իարյաս վերջերս ասելով վերջին 10 տարին ինձ անվանագոչած են որ հայաստանցի չի սիրողը Ստեփանը Եվ ասեմ ուրդեղան իրավունքը ցեզի որ այդպես կոչեք ամեն ծրագրիդ մեջ հայաստանցիներուն թեմ գխոսես Եվ ասում եմ որ սիրեներ եթե ես 81 թվականին որ Ամերիկա մտա եւ ծրագիր ունենայի ես այդ ժամանակ իրանահայերու թեմ գխոսեի 90-ական թվականներուն լիբանանահայության թեմ գխոսեի քանի իրականչուր անգամ որ երկրակունթի վրա մի հարց կլա եւ մարդիկ փոխադրվին այստեղ ու կան Միշտ կդակ մնամ, ինձ այն ասեմ, որ աշխարհի բոլոր ժողովուրդները Ամերիկա կան գրթվելու, բացի հայը, ուրդեղեն որ եկած է, գրթված է։ Հայաստանին թե եկած է, գրթված է, Լիբանանին եկած է, գրթված է։ Եվ ինչ եղավ, որ իմ ծրագիրներու ժամանակ հայաստանցիներն էին շատ այստեղ եւ հայաստանցիներն էին, որ սխալ գործեր կկատարեին։ Հիմա, եթե բադայի որ 10 տարի հետո լուսնի հայերը սկսին գալու այստեղ իրենց մասին խոսելու եմ եւ այդ հայաստանցին որ 10 տարի առաջ սխալ էր կործած եւ ես խոսեցա ինքն համացան բերել այնց հետ ինչպես որ եթե ատկե 20 տարի առաջվա իրանահայը որ եկած է որ սխալ էր ադիգա համացան բերել քանի որ մենք միշտ ուր որա երթանք եւ որ գարզում ենք որ մենք շիդակ ենք բայց գենցաղը գտեսնի որ մենք սխալ ենք օրենքներ կա, ցևեր կա, բաներ կա։ Լիբանանի մեջն է։ Ես շատ անգամներ միշտ օրինակ կբերեմ Լիբանանը, որ մեկը ինձ իջեցե, որ թուն ինչու լիբանանցիներ, ասեմ որ եթե ես հոտ ծնածեմ ինձ լիբանանցիի անունն եք տալիս, ուրեմն եթե խոսիմ խտրականություն չլար այդտեղ։ Մարդ արարածը եւ որ դարբեր չափանիշներով կսկսի բարձրանալ։ Այսօր Հայաստանը թեգուզ եթե Երևանը 2790 տարեկան է, բայց երկրակունթի այսօրվա չափանիշով երրորդ տասագարքի երկիրն է։ Այսօր Ամերիկան կամ Լոս Անջելեսը, եթե միայն 200 տարվա պատմություն, 250 տարվա պատմություն ունի, այսօր երկրակունթի առաջին տասագարքի քաղաք է եւ ապրելակերպերը դարբեր են։ Ուրեմն եւ մենք միշտ հայերս մեր նախնիների հբարդությամբ մեր այսօրվա ոչ հբարդ լինելը ծածկում ենք նրանցով Դու գիտես իմ մեծ հայրս ինչ ըրած է Դու ինչ ես արել Ադոր համար գգրթվիս կենցաղային գրթություն կուքակու վրա եւ գսկսիս ճշմարտորեն նայել ամեն ինչին հենց որ ադիգա գդարեցիր արդեն գիտես որ թուն գսկսալ բարձրանալու եւ առաջնագար չափանիշի մեջ կհասնես Այսօրվա մեր դիմանկարի հերոսի հայրենասիրությունն իր մոդուլով է հայտ գալիս։ Նա չի վախենում ասել, որ հայրենիքը միայն գովելով չեն սիրում։ Պետք է տեսնել նրա սխալներն ու անարդարությունները։ Դու շատ խոսում ես քաղաքականությունից, հայրենասիրությունից, այն ինչ է քեզ համար հայրենասեր մարդ լինելը եւ քաղաքականություն ինչ է կարող ես համեմատել։ Ամեն աշխարհը գիտե որ քաղաքականությունը սրախոսություն է, քաղաքականությունը ժամկետ ունի, քաղաքականությունին վրա չես կնար վստահել, սրանք բարձրապես լոզունգներ են արևդուր գդարելու համար, ինչպես հավատքը եւ քաղաքականությունը նույնն է։ Մեկը ասում է որ հավատա որ Աստված գոյություն ունի, մյուսը ասում է որ հավատա որ ես քո կյանքդ ավելի լավ դինեմ քաղաքական այս չափանիշներով։ Բայց երկու նավեճարան գրեցես որ դրամ աշխատելու համար է, ոչ մի ուրիշ բան։ Իմ մեջս եթե ինձ ընձայված է այդ իրավունքը որ ես ինքս հայ գոչեմ, ես կուզում եմ որ լավակույն լամ, ես կուզում եմ երկիրի դերը լալ։ Քիչ առաջ ասեցի որ ես երկրակունթի մարդ եմ, չէ՞, եւ երկրակունթի մարդը կամ երկրակունթի իրավիճակում միշտ մարդիկ ուզում են որ դերը լան։ Բամուչան ընթացքին բոլոր գրիվները եղած է երկրակունթը դիրաբեդելու։ Այդ մեկ
քաղաքական ուժը լավ որ արդեն բացահայտ է որ համայնավարությունը գործընծուց իր ուժը, ընկերվարությունը գործընծուց իր ուժը եւ վերջը տրամադիրությունն է։ Ամեն ինչը տրամով է, չէ՞։ Ես ուզում եմ ամենալավ թող հայը լինի։ Նրա ստեղծագործ միտքը կանգ չի առնում, միշտ տարբերակներ է փնտրում եւ գտնում հային համաշխարհային ճանաչման արժանացնելու, օտարներին ներկայացնելու ճիշտ ձևը։ Ես գիտեմ, որ դուք նաեւ շատ բազմաշնորհ մարդ եք։ Իմ առջև դրված է ձեր ամսագրերը Armenian Arts։ Հա, մի քիչ խոսենք ձեր մյուս հետաքրքրությունների մասին։ Այսինքն ասեմ, երաժշտական գրթություն չունեմ, բայց 1991-92-ին մինչև որոշ շրջանը որ ցայնասկավարակները արդեն կորձունյա չեն, Գառնի անունով երաժշտական հաստատություն մեզ ստեղծեցի, որ 60-ի ավելի ընդրված ցայնասկավարակներ հրատարակած եմ եւ մեկ տարվա ընթացքին մնացած բոլոր հայկական ցայնասկավարակի ընկերություններեն ավելի բարձր դասավորվեցի, քանի որ մարդիկ տեսան եւ ես միշտ կասեի ցայնասկավարակներ արտադրում են ոչ հայերի համար։ Քանի հայերը չեն հասկանալ, ինձ համար հայերը երկու տեսակ են՝ վիզեվեր եւ վիզեվար։ Եմ մարդիկ ասում են՝ «Դու որ մեկն ես», ասում եմ՝ «Ես երկուքն եմ», քանի ես գադարյալ եմ։ Եվ չափանիշը 1/5-ը վիզեվեր է մեր ասկին, 4/5-ը վիզեվար է։ Ուրեմն եւ որ ցայնասկավարակներով ընկերությունը ստեղծեցի լավակույնների։ Այժմ ես կյանքի մեջ միշտ փոփոխություն սիրում եմ։ Այսօր արվեստով եմ սպառված։ Այս վերջին 4-ին արվեստի գետրոմը բացի ցուցասրահ մնե, որ կգոչվի Armenian Arts, եւ անցյալում այս թերթը կամ ամսաթերթը միշտ հրադարագում էի դարբեր չափանիշներով եւ որ քովս ավելի շատ փողը լար Գերտայի գդբեի եւ գդանեի ոչ հայկական միջավայրերում մեջը քեդինը գտնեի սրճարանները բաները որ օդարները առնեն եւ հայերուն մասին իմանան մենք հայերս ընդհանրապես գիտեք չէ այսօր Լոս Անջելեսի բոլոր հայկական հաստատությունները թակավորական անուններով են նորեն ստրուգի հոգեբանությունն է միշտ չէ հայկական չէ այսինքն king պետք է լա պետք է royal լա պետք է չեմ թե excellent օդար անուններով է ես ասում եմ դեպքում չոր օտարամոլության նշույլ ունենք ես օրինակի համար ցուցասրահիս մեջը ոչ հայ արվեստագետներ ներկայացնում եմ եւ իրենք ըստիված իրենց շրջանագին որ մարդիկ պետք է հրավիրեն, ասում են ուր ես ներկայացնում, ասում է Armenian Arts Gallery-ի մեջ եմ ներկայացնում։ Քան թե որ անունը լամենց հանրազանոթ անը։ Թող մարդիկ իրենց ականջի մեջ Armenian բառը, քանի որ այդ արմենները, արմենականները, Armenian հասկացողությունը երկրակունքի ամենահինն է, երկրակունքի ամենամաքուրն է եւ երկրակունքի ամենահարազատն է։ Եվ մենք այսօր երկրակունքի դերն էինք այսօր չենք ես կաշխատեմ որ իդ դերը դառնանք եւ ոչ բادرանց պետք է ոչ տնտանոթ պետք է ոչ ատոմական ռումբ պետք է այլ մշակույթի միջոցով անցնենք կանանց թեմային ամենասիրած թեմասը խոսեն ձեր նման մարդու հետ եւ չխոսել կանանց մասին չէ կարծում կնոջ եւ տղամարդու սրտի բաբախյունը Ինչով են իրան նման եւ ինչով են տարբեր։ Տարբեր չեն, նույնն է, բայց գենցաղը գնգա ասած է որ չի կարելի ամոթ է, իսկ տղամարդուն, քանի որ գենցաղը պատմական օրեն տղամարդն է ստեղծողը։ Երբեք չես տեսնել, բոլոր հավատքները տղամարդու գոմե ստեղծված հավատքներ են գին արմադի սերային իրավիճակը ոտնագողելու համար եւ ոչ մի ուրիշ բան։ Այդ բոլոր մարդիկ որ կարծում են որ պիտի մեռնին եւ աղոթեն եթե մեռնին տրախ պիտի երթան, նրանք ամբողջ շինձու բաներ են։ Բոլոր հավատներուն մեջ ստեղծված է որ դղամարդը իշխողն է, գինը ստրուգն է։ Եվ դղամարդը որսորդն է։ Այո, գինը պետք է անպայման ընդունի, որ ինքը պետք է որսվի։ Նույնիսկ եթե գինը ինքը իր ուզած ծևով մոդենա, ասում են չէ, միշտ եղիր բարձը, դգարը, բանը, քեզի որսամ եւ ես ուրախանամ, որ քեզի որսացի։ Ուրեմն վերջերում մարդ արմատ ենք։ Գիտեմ, շատ մարդիկ չեն հավատալի մսածներուց եւ բիդեսեն ինքը հոգեբան է, որ այսպես կասե։ Հոգեբանը ով է։ Կյանքի փորձառությունները գարտացողն է։ Իսկ ես կյանքի փորձառությունները գադարողն եմ։
Ես չեմ գարտում ուրիշին պատմություն, այլ ես իմ կյանքից մեր գին արմատը նույն չափ դղամարդու նման ամեն ինչով հավասար է։ Քանի որ եթե Աստվածն է ստեղծողը, Աստված ամեն մարդու իր նմանը ստեղծեց, չէ՞։ Այո։ Սիրել գիտե, լալ գիտե, ուրախանալ գիտե, ադել գիտե, բայց պիտի զանազանես վենը։ Ուրեմն եւ որ դղամարդը, որ ինքը անկարող է իքական սերի հզորության առջև, նույն միջազգային հեղափոխություններն են։ Գինը աշխարհի ղեկավարն է, դղամարդը դգարն է, օրենքները ստեղծած է, որ ինքը փարսանա եւ գինը նսեմացնե։ Նրա համար գինին խափում են, իքական սերին։ Աղջիկան հատ ասում ես, որ չի կարելի, սա մեր ընտանիքի բադիվն է։ Բայց ցուն գադարում ես, բամը որ ուրիշը ասում է, որ այդ դղամարդը այդ ընտանիքի անդամ է եւ ոչ ապ անբադիվի մեկն է, չէ՞։ Բայց քո աղջիկը, քո գինը կամ աբակա գինը իրավունք չունի քո նման լինելու։ Ուրեմն մարդու գոմե ստեղծված հիմարություններ են։ Գինը եւ դղամարդը նույն տեսակ կսիրե, նույն տեսակ բանջներ ունի, նույն տեսակի ապրարակերպ կուզե։ Այ ձեզ կանանց գրավելու նախաձևը, նախատիպը եւ ձեզ գրավելու։ Ես գրավել ժամանակին, եւ որ առաջին անգամ ամուսնացա, գրավեցա։ Անգերզությունը։ Հիմա օրինակամ շատ ծերնակներուն ներկա գլամ եւ միշտ իքական սերը ինձի հետ շատ ավելի հանգիստ է։ 7 նոդար իքական սերին ես կրնամ քալել եւ իր հետ զրույց կատարել, քանի որ գտնա հերադեսիրեն տեսած է իմ անգերզությունս, կամ երբեք չտեսած, բայց այդ վարյանի իմ անգերզ արդահայտությունս իրեն արդեն քրավում է։ Դղամարդիկ կարծում են, որ պետք է շատ բաներ տնես։ Ես մոդենում եմ միգնգա ասում եմ, որ այսօր քլբանս $10 գա, ես քեզի չեմ գնար ջաշի առաջարկ տնել։ Բայց քալ շաբաթ քովս փող գլա, ես կուզեմ քեզի այդ ջաշի երթալ, բայց այսօր չեմ գնար։ Իսկ եթե այսօր պիտի երթանք, եթե տուն ագուզես, տուն պիտի վճարես։ Անգերզություն է, չէ։ Հիմա դղամարդ ես ավելի լավ կընդունվի։ Հաճողած ես։ Ես պետք է դրոս բանամ։ Ես պետք է դրոս բանամ դղամարդոց սորվեցել։ Այո, կա այդպեսի հետաքրքիր։ Այս դղամարդիկ ինչ են անում։ Նույնիսկ քողություն են անում, որ երթան տրամ ունենան, որ ինքնաշարժը կամ ոսկին ցերկերնին տնեն, որ գարձելով որ ադիգա պիտի համոզի այդ թիմացի գնգան։ Ես ասում եմ, որ նա այդ գնգա բորնիկության արժեքն է։ Եվ ես հետաքրքրված չեմ բորնիկներով։ Ուրեմն անգերզությունը մարդկային դվյալը մոդեցումի ամենակարևոր քաղաքնիկն է։ Հիմա ամեն ունեսի եւ արդեն իմ արաբելությունս մի գործընծնեմ։ Բայց հետաքրքրական է, գիտեք ինչ, 30 տարվա մեջ ամեն ինչ որ պիտի կատարեմ նախորոքս ասեմ, ոչ ոք ինձ չեն թորենագած։ Ուրեմն, այսինքն նույնիսկ եթե ասած եմ արվեստի, այսինքն ասքիրքը պետք է լա, ոչ ոք ասեմ եք ինձ չեն թորենագած։ Եթե ասած եմ որ աշինց կորձունեությունը պետք է աշխարհը գբդիմ հայկական ինքնությունը գբավերակրեմ, ոչ ոք ինձ պես չի կատարում։ Այսինքն հետաքրքրական է որ այդ կոմանի բոլոր հեղինակային իրավունքները բահբանված են փնության կողմից հանդեպ։ Որովհետև կա դեպքեր շատ է պատահել։ Դու մտածում ես, մեկ էլ տեսնում ես, մեկ ուրիշ արդեն արել է։ Այո, իմինես չեն անում։ Հա։ Քանի իմիններս եկամուտ ապահովող չեն։ Հա։ Աշխարհի բացմության մեջ հայրուրավոր աստվածներ եկած են, բայց ամենակատարյալ աստվածը երկրակունթի ամերիկյան $1 է։ Ոչ մի ուրիշ երկրի դրամները, այլ ամերիկյան $1 է, որ այսօր այդ մեկ երկրակունթի մեգության հասկացողությունը դիրաբեդողը ինքն է։ Եվ այսօր երկրակունթի բոլոր բادرազները ամեն ինչը նով է։ Նույնիսկ հայկական ցեղասպանության բաժարը ոչ քրիստոնյա մահմեդական թուրքի հայի հարցեր, այդ $-ի դերը ով բիդելար։ Ադեր հայերը Օսմանյան գայսության մեջ բավական բարձր դեր ունեին տրամի ապահովության տրամի կորձունեության Օսմանյան գայսության մեջ եւ այս Ամերիկայի մեջ այդ ընտանիքներ կան որ այդ $-ին դերն են այդ բոլորը կդարեցին հիմա մատիկացիան որ Ստեփանը ասենք երազային բամություններ կբարմի բայց ամեն ինչը այդ $-ն է եւ Դուք ավելի խորն եք նայում կատարված եւ կատարվող դեպքերի այո մարդիկ միայն թե մագերես վրա իմաստն են նայում ուրեմն թե մարդիկ կարծում են որ այո կարող ես իքական սերին խապես դրամով կարող ես ընկերոջդ խապես դրամով ծնողքիդ խապես դրամով ամեն ինչով ուրեմն կատարյալ աստվածը այդ է որ քեզ իրավունք կտա այդ $-ը
որ նույնիսկ այսօր տեսնում ենք բամություններ լսում ենք, չէ՞, Քեֆտաստաններ իրարու հետ չեն խոսում այդ դոլարի բաժարով ինքը լինելով ամենամեծ աստվածը, հետո ռուսական դրամը, անգլիական դրամներու դարբերակները իրեն ենթակա եղած իրավիճակը, որ ամբողջ երկրակունքի իրավիճակն է փոխում։ Ինչ երբեք չեմ անի կյանքում։ Մարդ չեմ սպանի։ Շատ անգամներ մարդիկ եկած են, որ ինձի պիտի սպանեն, իրենց ընկեր եմ թարթուցած իմ կյանքի։ Քանի որ յուրաքանչյուր մարդ իրեն ընձայված է այդ յուրահատուկ դվյալը, որ երկրակունքը իր աչքերով նայի։ Ես այսօր քո աչքերով երկրակունքը չեմ գնալ նայել, դու նա իմ աչքերով չես գնալ, եւ ես իրավունք չունիմ, որ զրկեմ քեզի այդ դվյալից։ Ուրիշ ինչ չեմ անի։ Չեմ նսեմացներ հայի ինքնությունը, կբախարագեմ հային, բայց իմ այս բոլոր գործունեություններուս մեջը միշտ ոչ հայկական միջավայրի մեջը հայի դվյալը, մաքուր դվյալը, միշտ բարձր եմ բահում, բայց խայդարագում եմ հային իր կատարածին համար։ Օրինակի համար Ամերիկայի բամության մեջ ամենամեծ համերգը, որ 15000 մարդիկ եղած են, որոնց մեջը թերևս 4000 հայ կար եւ մյուսները հայ չեն, ես եմ կատարած։ Եվ Աբդու Գեսերիգուն ալու մասին չեմ խոսիր։ Կանեմ, եւ որ Los Angeles Times-ը գրե միջազգային չափանիշով հայկական երաժշտություն ներկայացվեցավ, եւ այսօրվա Հավսանյաց սրաներու մեջ երաժշտություններն մեկ տվյալ կար միայն թե այդ 3 ժամվա բանի մեջ, ուրեմն ադիգա չէր միջազգային չափանիշովը։ Գցկտիմ այդ տեսակի բաներու վրա, որ ուրիշը չէ ըրած եւ ադիգա գուզեմ ներկայացնել։ Եվ հայկական ինքնությունը ամենակարևորն է։ Օրինակ համար հիմա այս վերջին մի քանի տարիներու 2009-ին գործունեությունս այն է երկրակունքի հայկականը վավերակրել։ Եվ հայկական ասելով ոչ թե Քիրքորյանն է, քանի նա հայկականի հետ կապ չունի, այլ երկրակունքի վրա, ցամաքամասներու վրա հայկական դվյալներ, 3 դվյալներ են։ Երակույն թրոշակը մշտական մի դեր գեցած, որ հանրությունը գտնադեսնել, հայերեն լեզվի դարերը մշտական մի դեր եղած, որ հանրությունը գտնադեսնել, այսինքն քու դամ մեջի այփենքի ինձ չի հետաքրքրել, իսկ երրորդը դեղական լեզվով հայկական անվանագոչումներ։ Եվ քիրք մահարադարագեցի Ամերիկայինը։ Երկու անգամ Ամերիկան բդդած եմ եւ հիմա հարաճիգա դարի երրորդ անգամը բդդիմ վավերակրեմ հայկականը, որոնց մեջ օրինակ համար 580 նկար կա հայկական դվյալներ Ամերիկայի մեջ լալով 3 հատ քաղաքներ, քյուղաքաղաքներ, որ Արմենիա կգոչվի եւ հայության հետ կապ չունի։ Ուրեմն մարդիկ որ այդ քիրքը տեսնում են, ասում են, հա եկեղեցիներու քիրքը Քանի որ իրենք արդեն հայությունը միայն եկեղեցի։ Ասում եմ 113 հատ եկեղեցի կա։ Իմիջայլոց ես եկեղեցիները չեմ նկարած, քանի որ հայկական եկեղեցի, քանի եկեղեցին եկեղեցի, այլ բադին վրան գրված է Armenian։ Ես այդ Armenian բառն եմ վավերակրում։ Ինչպես Լիբանան վավերակրեցի Armen գրած էր։ Ֆրանսա վավերակրեցի Armeni գրված էր։ Ուրեմն մինչև հիմա 14 երկիր վավերակրած եմ։ 21-րդ տարու հայկական դվյալը վավերակրեմ, որ 28-րդ տարու հայը ասե որ վասիկ պաստերը, քանի որ Ամերիկա հայությունը մի 100 տարի հետ կարող է վերանա։ Կամ Հայաստան հասկացողությունը մի 500 տարի հետ վերանա։ Իրանք ինչպես Հայաստանը վավերակրած են, բայց ադիգա հաշիվ չեմ անում, քանի որ Հայաստանը գետրոն է։ Գոմինաս Վարդապետը հոյակապ խոսք ունի, ասե ժողովուրդն է մշակույթ ստեղծողը Քացեք հետևեցեք ժողովրդին։ Դժբախտաբար Գոմիդաս Վարդապետի ասած ժամանակը մեր այսօրվա շռայլ դքիդություն չի գար։ Միամդություն գար այդ ժամանակ։ Մարդը միամիտ էր։ Ադոր համար իր հիջակի մեջը ստեղծեց մշակույթը։ Այսօր մեր դքիդության պատճառով օրինակի համար մեր երաշտական մշակույթը այսօր ընդօրինակություն է։ Չի գա այսօր հայկական, բացի այդ մի քանի հիները, որ օգտագործում են, բայց նոր եւ դասարտությունը չի օգտագործում նույն այդ Գոմիդաս Վարդապետի դված խաղիկներու իրավունքը մեզի, որ սա մաքուր հայկական դվյալները օգտագործեցեք։ Մենք այսօր բոլոր մեր
ջանցված երկիչները, եթե բարսկերեն, թրքերեն երկի թարգմանություն չնե, մեր դքետ ժողովուրդը չեն թունիր ադիգա։ Եվ որ բացահայտես, քեզի անվանում են թուն երաշտական գրթություն չունես, թուն ինչ կհասկանաս ասկե։ Իսկ իմ պատասխանը իրենց անիգա է, որ կարելի է որ ես երաշտական գրթություն չունեմ, բայց ես դրամապանություն ունեմ, որ դուք չունեք։ Դուք եւ որ անաբադի արև երկը մտի գնեք, ոտքի կգնաք ամփորով եսիք սեր գոնքերը շարժել։ Բայց ես շատ լավ գիտեմ, որ անաբադի արև երկի երաշտությունը արաբական, թուրքական, բարսկական նույն տեսակի երաշտություն, որ մեզի չի պատկանիր։ Գոմիդաս Վարդապետի հարցազրույցից մեջ իրեն ասեցի գոմ ասեցի։ Ասեց ինքը իհարկե այդ հատվածի անունը լրություն համացանության նշան էր։ Սի որ գոմ քո երևի շենքը որ քո անունով գոչված է եւ մինչեւ Լոս Անջելես որ մարդիկ քո անունն են տալիս, ոչ մեկը չի օգտագործում քո մեզի դված օրենքները թե ինչ է հայկական երաժշտությունը։ Եվ իմ չարս իրեն բացատրեցի ինչու գոմ ասեցի, գասի Հայաստանի մեջ մարդիկ երկու վանգով անուններ չեն տալիս։ Կարող է թուն ունենաս երկու վանգով, երեք վանգով անուններ, բայց միշտ նախընտրում են առաջինը գոչը, սա իրեն գոմ ասեցի։ Գիտես, մեր բամության մեջ մենք միշտ սիրած ենք ավիրոտ պակաս բաներ ասել։ Ասում են որ թուն խենթացար ցեղասպանությունն ամիջաբեսելով, բայց ինչ որ քիրքերդ կգարտամ, նույնիսկ այդ մեջը նամակ մունիս ուզում է իր լրիվ քեզի էջմիածին դուրս տնեին, քանի որ չէր գնահատիմանալ այդ թվականներին քո հանդեպ եղած բոլոր այդ չար կորձերը թուն հայոց մշակույթն էր մեջտեղ բերում, իրենք քեզի արգիլում էին, բոսո մեջը նույնիսկ քեզի անդունի դարձուցին, դերես այդ անդունի երկը թուն ես մշակել, բարձրապես քո իրավիճակի համար։ Անգերզորեն հիմա մեկը չի գա քիշերը, ինձ էսե խենթացար ասկին համար ցեղասպանություն դեսավ կամ խենթացար, քանի որ քո այդ մաքուր գդարած կորձերդ ոչ ոք չի կնալեց եւ նույնիսկ քո արչեվը սխալ բաներ դրին եւ դժվարությունները ստեղծեցին, որ թուն չի կարողանաս երկրակունքի վրա հայ ժողովրդի յուրահատուկ մշակույթը ներկայացնես։ Ես կարծեմ երկրորդն է, չեմ կարծել առաջինն է, բայց ինչ որ է, հիմա որ չասես, նաեւ մեկը չի մանալ որ թուն ասեցիր, բայց ես գիտեմ որ լրությունը համացանության նշան է։ Սևակն ասել է, գրել է, անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ, երբևէ ունեցել եք հոգնության զգացողություն։ Միշտ։ Մի աստղագետ ասել է, որ եթե ես ամեն օր չսրբեմ աստղերը, նրանք կխամրեն, ինչ հաճախականությամբ ես ինքդ քեզ մաքրում։ 30 տարվա մեջ ծրակիրներս երբեք չեմ թիդած։ 30 տարվա, այս իրավիճակի մեջը որ գամ, 30 տարվա մեջ ինչ որ գադարեցի 3, նրա մասին երբեք չեմ անդրադարձած, ամեն ադու որ արդենամ արջև եմ նայում եւ երեկվանը չեմ հիշում։ Եվ ուրիշ քաղտնիկ մնա ունիմ, քիչերը ժամը 12-ին ուղերից մեջ են գվերացնեմ բոլոր անցյալը։ Եվ որ արդենամ ոչինչ չուչամբ կսկսի, այսին բաշարի մասը։ Ոչինչ չուչամբ կան ինքը ուղեր է լեցուն, Ստեփանին ուղեր է լեցուն մետքել, չի գնա բարաբելան։ Ես ինձ քիկով եմ օբիկով ինձի։ Ստեփանի կյանքը իր ստեղծագործությունն է։ Նա կարողանում է աշխարհին նայել երգիծանքով, որի մեջ կա խորը ճշմարտություն։ Նա յուրայինների մեջ օտար է, օտարների մեջ յուրային, բայց իր հոգու խորքում միշտ հարազատ բոլորին։ Շոտկի է։